Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցել եմ Հայ-Քվե միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի հետ։ Պարոն Չալաբյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Չալաբյան, այս ընտրությունների ընթացքում Հայ-Քվեն զրկված էր փաստորեն դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորությունից, բայց դուք վստահված անձինք, դուք էլ վստահված անձանց, այսպես ասած, երևի ձևակերպեմ համակարգողն եք, նրանց գործունեությունը, ես այդ օրը հետևեցի նաև ձեր գործունեությանը, մի շարք ընտրատեղամասերում եք դուք այդ օրը եղել։ Եթե կարողանանք ամփոփել, դուք նաև աջակցում եք Ուժեղ Հայաստանին, որի ներկայացուցիչները հայտարարում են աննախադեպ ընտրակեղծիքների մասին։ Դուք այդ օրը նկատել եք աննախադեպ ընտրակեղծիքներ։ Բարձր, տեսեք, նախ եկեք առանձնացնենք երկու բան, այն ինչ-որ զուտ քվեարկությունն էր եւ այն ինչ-որ նախորդել է քվեարկությանը, Քվեարկության մասով իհարկե ընտրակեղծիքներ տեսել ենք։ Օրինակ, ես կոնկրետ ինքս արձանագրություններ եմ կազմել, ճիշտ եմ հիշում 7-2 եւ 7-3 ընտրատեղամասերում Մալացիա Սեբաստիան, որտեղ խայտառակ ընտրակուտակումներ էին, իրանք տարածքները չէին համապատասխանում օրենքի պահանջներին, դրա պատճառով նույնիսկ իրանք ընտրական հանձնաժողովները պարզապես ընդունակ չէին աշխատանքը նորմալ կազմակերպելու, դրա պատճառով խայտառակ կուտակումներ էին, 7-3-ում նաև քաղաքացիական պայմանագրի վստահված անձի գտնվում էին քվեարկղիկների անմիջական հարևանությամբ եւ միայն մեր դիտողությունից հետո հանձնաժողովը նրանց այդտեղից դուրս բերեց եւ իմ կարծիքով դրանք բացահայտ որպես այդպիսի ընտրախախտումներ են, բայց խնդիրը հետեւելն է։ Ամենամեծ ընտրախախտումները տեղի են ունեցել ոչ թե ընտրատեղամասերի ներսում, այլ ընտրատեղամասերից դուրս, երբ որ օրինակ գալիս են ընտրությունների նախորդող օրը կամ նույնիսկ նախորդող գիշերը ձերբակալում են կամ բերման են ենթարկում կոնկրետ ընդդիմադիր ուժի շտաբի պատասխանատուներին զրկելով նրանց քարոզչության հնարավորությունից։ Եվ դա տասնյակ եւ հարյուրավոր, գիտեք, որ նույնիսկ հանձնաժողովների նախագահներ են գիշերը ձերբակալվել եւ այլն, այսինքն գիտեք ինչ, մեր ընտրությունների պատմության մեջ այս քանակությամբ ձերբակալված ընտրական գործընթացի մասնակիցներ ցուցակներում падգամավորության տեխնացուներ, շտաբների աշխատակիցներ, հա, սա աննախադեպ է, դրան գումարենք հետևելը։ Մենք ունենք իրավիճակ, երբ որ առաջատար ընդդիմադիր ուժի ղեկավարը եղել է տնային կալանքում, այսինքն մասնակի ազատազրկման մեջ, թեև լրիվ զրկված չէր ընտրողների հետ հանդիպելու հնարավորությունից, բայց միայն իր տան սահմաններին։ Սա արդեն անհավասար պայմանների մասին է խոսում։ Բացարձակ։ Երկրորդը, մեկ այլ կարևոր ազդեցիկ ընդդիմադիր ուժի ցուցակի երկրորդ համարը։ Այո, Կալանան։ Անդրանիկ Թևանյանն է։ Շինծու բացարձակ մեղադրանքով ուղիղ հրահանգով վարչախմբի ղեկավարի, հա, եթերում տված ուղիղ հրահանգով իրավապահ մարմիններին ձերբակալվել է նրանց դնելով անհավասար դրության մեջ։ Առաջատար ընդդիմադիր ուժի ղեկավար անդամներից մեկը Ալեքսան Ալեքսանյանը ձերբակալվել է, իր հետ ձերբակալությունից հետո բազմաթիվ շտաբներ ռեյդեր են կատարվել, մարդիկ բերման են ենթարկվել, ոմանք ձերբակալվել են, դուք գիտեք, որ նաև Արմակ Մեծյանը լրատվամիջոցը Հիմա գիտեք ինչ, հիմա այն կողմից կարող ասել մենք օրենքն ենք պահում եւ այլն, ծաղր է ուղղակի, ինչ օրենք եք պահում։ Հարյուրավոր մարդիկ եք ձերբակալել, որոնք աշխատում են քարոզչական դաշտում ձեր դեմ։ Ստեղծել եք բացարձակ անհավասար պայմաններ։ Իդեպ ընտրությունների օրը նույնպես տեսնում ենք հակակոռուպցիոն կոմիտեն տարածում էր մոլեգնում էր, այսպես ասած, այո։ Տարածում էր տեսանյութեր, ընտրակաշառքների եւ այլի մասին, այսինքն հենց ընտրությունների օրը, երբ նման տեսանյութեր են տարածվում, սա ընդդիմադիրներին այ վարկապեկելու փորձ է։ Բնականաբար, տեսեք, մի բլոկը է դա, երկրորդը։ Վերցնենք հանրային հեռուստատեսությունը, որ ֆորմալ մեր բոլորիս հարկատուների լրատվական միջոցներով, հարկերով պետք է սպասարկի ամբողջ հանրությունը։ Ամբողջ ընթացքում սպասարկել է իշխող ուժին, բացահայտ կերպով։ Վերցեք բանավեճերում այդ Պետրոս Ղազարյանը բացահայտ հանդես է գալի իշխող ուժի կողմից, որը բանն է, չէ՞, այսպես ասած բանավիճավարն է, որը պետք է ինչ-որ արբիտրաժ անի, հավասար պայմաններ ապահովի։ Ռեպորտաժները, որոնք անում են, անընդհատ ցույց են տալի գործող վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին, մնացածների մասին կամ ոչ մի բան կամ վատ եւ այլն, այս շարունակական բան, այսինքն ինֆորմացիոն տերոր է տեղի ունենում։ Հիմա մյուս բանը Ունենք աննախադեպ վիճակ, երբ որ 17000 ընտրաթերթիկ, քվեաթերթիկ ներողություն, անվավեր են ճանաչված։ Համացուն համար մարդիկ համացուն արել են նախորդ երկու ընտրություններում ամեն անգամ եղել է 4600, 4700, հիմա 17000, 4 անգամ թիվը մեծացել է, այդ ինչ է պայմանավորված։ Չգիտենք, այս բանը չգիտենք, վերահաշվարկներին պետք է գնանք,
որպեսզի հասկանանք, վերահաշվարկներին առանձին կանդրադառնալ, այդքան քվեաթերթիկ, որ անվավեր է, դուք հասկանում եք 1%-ից ավել քվեաթերթիկ, ըստ էության 1.2% քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, նախկինում 0.3% էր, 0.4%։ Ես ուզում եմ ձեր կանխավարկածը հասկանալ, այսինքն քաղաքացիները գնացել պարզապես փչացրել են թերթիկը որևէ մեկի չընտրելու համար, թե պարզապես հանձնաժողովները, որոնք հաշվել են քվեները, տեսել են օրինակ ընդդիմադիր ուժերը եւ համարել են։ Չեմ կարող ասել, որովհետեւ պետք է վերահաշվարկներին ներկա լինենք, դուք հասկանում եք ժամանակի իմաստով մենք այսօր ձեզ հետ ցերեկն ենք նկարահանվում, երեկոյան ենք ցուցադրելու սա, բայց արանքում վերահաշվարկները առաջին կլինեն, կնայենք կհասկանանք ինչ է տեղի ունենում։ Հաջորդը, որի մասին ուզում եմ ասել, մեր աչքների առաջ տարբեր տեղերում եղել է զինվորականների ուղղորդված քվեարկությունը, դրոն տեղեկություններ են հասնում, որ զինվորականներին նախապես հրանգավորել են, ինչպես պետք է զորամասերում նախապես հրանգավորել են, ինչպես իրենք պետք է քվեարկեն։ Ես եղել եմ տեղամասերից մեկում 16 տեղամասը Նորապատ գյուղի Մարմավիրի մարզի, այդ օրը որտեղ էլի զինվորականներին բերում էին քվեարկության, եւ եթե մենք այնտեղ ներկա չլինեինք, բացարձակ ուղղորդված քվեարկություններ տեղի ունեն։ Մեր ներկայությունը որոշակիորեն իրաց կաշկանդեց, հետո լրատվամիջոցների ներկայացուցիչները կան, ասենք սպաներին դա կաշկանդեց, այլապես կլներ էլի բացարձակ ուղղորդված քվեարկություն։ Բայց դուք նաեւ ասում եք նախապես արդեն ուղղորդել էին։ Ես ուզում եմ հասկանալ ինչ եք կանխել դուք այդ դեպքում։ Չէ, գիտեք ինչպես է, նախապես ասել են, թե այսպես ասած որն է ճիշտ քվեարկությունը, հա, մենք մեր պետության օգտին ենք քվեարկում, բան իրական ոչ թե պետության, այլ պետության հեծնած ուժի օգտին, հա, բայց մենք կանխել ենք հետեւյալը, որ գոնե, ասենք այդ սպաները չեն կարողացել ընտրա տեղամաս մտնել, որովհետեւ մեր լիազորությունը դրանով է սահմանափակում։ Ընտրա տեղամաս մտնել ու ընտրա տեղամասում արդեն վերահսկել կոնկրետ քվեարկությունը։ Ես փաստում եմ, որ ընտրա տեղամասում զինվորականները արդեն քվեարկում էին, երբ որ սպաները դուրս էին, ընտրատեղամասից դուրս էին։ Բայց բոլոր դեպքերում, երբ որ արդյունքները նայում ենք, էլի արդյունքները ակնհայտ է, որ քաղաքացիական պայմանագիրը կոնկրետ տեղամասում շատ մեծ թվով ձայներ է ստացել 600-ից ավել։ Նաև մենք տեսանք, որ ընտրատեղամասերը փակվելու, այսինքն 20:00-ին մի քանի րոպե պակաս զինվորները եկան ընտրատեղամաս եւ գիտենք օրենքի կարգավորումը, եթե արդեն ընտրատեղամասում են, կարող են շարունակել իրենց քվեարկությունը։ Հա, բայց ոչ 15 անձից ավել, ոչ 15 անձից ավել։ Շատ լավ, հիմա իմ հարցը այլ էր։ Տեսեք, կա տեսակետ, որ նպատակային նրանց հենց այդ պահին բերել են, որովհետեւ տեսել են, որ պարտվում են։ Դուք նման կանխավարկած ունեք, այսինքն տեսել են, պարտվում են եւ զինվորների մի խմբին բերել են այնտեղ քվեարկելու։ Չեմ բացառում, որ դա էլ կա։ Չեմ բացառում, որ դա էլ կա, որովհետեւ գիտեք ինչպես է նաեւ պարտությունը բավական ակնհայտ է գործող իշխանության, հա, դա կներեք, էլի սա մեր ընտրական համակարգն է, երբ որ ուժը 50% չի հավաքում, բայց հաղթում է արդյունքում ստանում ավելի շատ մանդատներ։ Այդ մեր ընտրական համակարգի թերությունն է։ Եթե 4% չլիներ ընտրական շեմը, քաղաքացիական պայմանագիրը բացահայտ պարտված կլիներ։ Եթե 1% լիներ ընտրական շեմը, բացահայտ պարտված կլիներ։ Այսինքն ձայները փոշիացնելու հաշվին է քաղաքացիական պայմանագիրը 50+ ստանում։ Այո, տեսեք ինչ է տեղ ունեցել։ Ձայների 13% ընտրողների փոշիացվել է, եւ երբ որ դուք վերլուծում եք այդ ձայները ինչպիսին է, ճնշող մեծամասնությունը ընդդիմադիր ձայներ են, օրինակ Թաթուանին տված ձայները ընդդիմադիր ձայներ են, Հայկ Մարությանին տրված ձայները ընդդիմադիր ձայներ են, հա, եւ իրանք են, որ դոկին տրված ձայները ընդդիմադիր ձայներ են, տարբեր բնույթի ընդդիմադիր են, բայց ընդդիմադիր ձայներ են, դրանք իշխանամետ ձայներ չեն։ Եվ փաստորեն այդ ձայների հիմա 2/3-ը կամ 60%-ը ավելի ճշգրիտ լինենք, 60%-ը գնում է քաղաքացիական պայմանագրին, դրա պատճառով ինքը 50% չհավաքելով ստանում է 50%-ից ավել մանդատ, որը նույնպես եմ ասում, մեր ընտրական համակարգի, մեզ հասարակությամբ ժառանգություն տված ընտրական համակարգի բացահայտ թերություններից մեկն է։ Բայց խնդիրը նաև նրանում է, որ քաղաքացիական պայմանագիրը ակնհայտ է, որ նույնիսկ այդ ձայները չի հավաքել։ Ակնհայտ է, որովհետև այդ ձայները 49%-ը նկատի ունեք չի հավաքել։ Այո, որովհետև այդ ձայների հավաքելը նույնիսկ տեղի ունեցել բացարձակ բռնության, ճնշումների, սարսափի ուղղորդման պայմաններում, որը բազմաթիվ տեղերում ունեցել, կրկնում ականատես ենք եղել։ Լավ, հիմա սա հասկացանք, որ կարող են ճնշումներ լինել, ահաբեկումներ, իսկ դուք ունեք փաստեր, օրինակ լցոնումների մասին, հա։ Հստակ բուն ես նկատում եմ քվեարկության օրը ընտրակեղծիքների մասին։ Ես բացատրեմ հետեւյալը, ժամանակին լցոնումները համատարած էին։ Հիմա լցոնում որպես այդպեսին ընդհանրապես տեղի չի ունենում։ Լցոնումը ձեր պատկերացրել։ Հիմա նոր տեխնոլոգիաներ։ Այդ տեխնոլոգիան գոյություն չունի, շատ բարձ։ Հիմա ինչ տեխնոլոգիա։ Տեսեք ինչ տեխնոլոգիա տեղ ունենում, նայեք։ Նախ հիշենք հետեւյալը, հա, ինքը քվեարկությունը տեղանում 5 փուլից, 5 քայլա։ Եվ այդ 5 քայլը պետք է հերթով անցնես, եւ որը ըստ էության կտրուկ սահմանափակում է բուն լցոնման հնարավորությունը։ Հիմա ուրիշ բան են անում։ Օրինակ ասում են կլուսանկարես այն քվեաթերթիկը, որը դնում ես բանի մեջ, ծրարի մեջ,
նոր այդ քվեարկությունը կկատարես, կբերես մեզ լուսանկարը կներկայացնես, դա ահաբեկման մեթոդ է։ Կամ իդեպ ծրարների զգալի մասը կիսաթափանցիկ էին։ Եվ որի մեջից ինչ-որ իմաստով, եթե լույսի վրա է պահում, երևում է, հա։ Ես որպես ընտրող փաստում եմ, որ երևում է։ Այո, որ երևում էր։ Կամ արդեն հաշվարկի ժամանակ, ոչ թե լցոնում է կատարվում, հաշվարկի ժամանակ, ասենք ընդդիմադիր ուժի քվեաթերթիկը փչացվում է, ճղում են, մի թեթև ճղում են։ Այլ բան ենք տեսել, կոնկրետ ում կողմից հանձնաժողովի նախագահի հանձնաժողովի անդամների նախագահի այսինքն հանելիս այո արեստական վնասում են եւ անվավեր են ճանաչում շատ կոնկրետ բան եմ ձեզ ասում անդրատեղամասերից մեկում մեր վստահված անձը մինչև քվեարկությունից առաջ մոտենում է տեսնում է որ 3-րդ համարի տրցակը քվեաթերթիկների մի մասը փչացրած են ի սկզբանե փչացրած են Եվ ինչ է տեղի ունենում, երբ որ դուք այդ քվեաթերթիկով քվեարկում եք, միամիտ քվեարկում եք, մտածում եք ամեն ինչ նորմալ է, չէ՞, դու երբ որ դա բացում են, անվավեր են ճանաչում։ Ի սկզբանե փչացած։ Նախապես, այո, փչացած է։ Կամ գիտեք ուրիշ ինչ են արել։ Դեպք է եղել, ասենք 3-րդ համարի քվեաթերթիկ 2 հատ են տվել ընտրողներին։ Կասեք դրա իմաստը ո՞րն է, որտեղ մեկը գցելու են, եւ հետո քվեաթերթիկները չեն հերիքելու պարզապես։ Հասկացաք։ Եվ այդպիսի տարբեր բնույթի մախինացիաներ չեն հերիքելու նկատի ունեք հաջորդ ընտրողի դեպքում չի լինելու։ Այո, վերջում եկող ընտրողներին չի հերիքելու պարզապես։ Հասկացաք։ Հա, բայց դա հանձնաժողովի խնդիրը չէ ապահովել այդ քվեաթերթիկի արկածը։ Այսինքն ընտրողը պահանջում է, ասում է, ուր է։ Եթե ընտրողը տեսնում է, հա, բայց կարող է չհերիքի պարզապես։ Պարզապես չերիքի կամ ուրիշ խնդիր լինի տեսնի 2 հատ դնի բանի մեջ հա եւ էլի անվավեր ճանաչվի հիմա այսինքն այս 17000 նշեցիք անվավերության թիվը սրանցով է բացատրում այս ձեր ասած դեպքերով մասնավորապես նույնից եմ ասում պետք է գնանք նայենք բայց մասնավորապես նաեւ այդպես բաներով է բացատրում Պարոն Չալաբյան Դանիել Յոաննիսյանը երկրորդ եթերն է մեր համատեղ հարցազրույցի որ նրան հիշում ենք իդեպ նրա այսպես դիտորդական անաչառությանը դուք չեք հավատում չեք վստահում այո շատ լավ նա ասում է այս ընտրությունների Հանձնաժողովն վերջապես նկատողություն արեց։ Փառք Աստծո, գոնե նկատողություն արեց։ Ինչ առումով է արել։ Նկատողություն արեց, որ քաղաքական չեզոքությունը չի պաշտպանում։ Հասկացա։ Նա ասում է այս ընտրությունների մասին շատ բան կարելի ասել, բայց գեթ մեկ քվե չի կեղծվել եւ ասում է, որ ոչ մի վստահված անձ, այդ թվում երևի նաեւ դուք ոչ մի դիտորդ, ոչ մի հանձնաժողովի անդամ, ով քվեարկության արդյունքների կեղծման մասին հասցեական ահազանգ կտա։ Նկատի ունի չկա նման մի վստահված անձ, որ կարող է հասցեական ահազանգ տա։ Հիմարությունն է պարզապես իր ասածը, որովհետեւ նույնպես եմ կրկնում, ես երկու ընտրական տեղամասերում հասցեական ահազանգ եմ տվել, արձանագրություններ են կազմել, որ իրանց տեղամասերում քվեարկության գործընթացը կազմակերպումը չի համապատասխանում օրենքի պահանջներին։ Թող Յոնիսյանը գնա կարդա 7-2 եւ 7-3 ընտրատեղամասերում։ Ոչինչ չի տերապետում հարցերին, մեծ փրթում է մեղմ ասած։ Թող գնա կարդա հասկանա եւ բացնես նորից եմ ձեզ ասում։ Յոնիսյանը փորձում է մեղմ ասած պարզունակեցնել հարցը։ Խնդիրը ես ձեզ արդեն ասացի, միայն քվեարկության մեջ չի։ Ամենամեծ խախտումները տեղի են ունեցել քվեասենյակներից դուրս։ Նույնիսկ չկրկնեմ ինչ խախտումներ են տեղի ունեցել։ Այո, խոսեցիք, նաև ձեր հայտարարության մեջ կար վարչական ռեսուրսի չարաշահման մասին էիք դուք ասում։ Ես ասում եմ, հիմա Յոնիսյանը կամ Յոնիսյանատիպերը կարող են պնդել, որ դա մենք կանխակալ ենք։ ԵՀԿ դիտորդական առաքելությունն էլ է կանխակալ։ Այդ ամեն ինչի մասին խոսում էին ճնշումների եւ ահաբեկման մասին։ Այո, այդ ամեն ինչի մասին մարդիկ խոսել են ճնշումների, ահաբեկման, ատելության խոսքի, սպառնալիքների, ձերբակալությունների Յակը դիտո գնա Յոնիսյանը հիմա թռնի յակը դիտորդական առաքելության դեմքին ասի, «Էս ինչ եք խոսում, մեր մոտ եղել է իդեալական ընտրություններ»։ Իդեալական եղել է թե յակը ոչ թե ռուսական, ոչ թե ԱՊՀ բան, յակը դիտորդական առաքելությունն է դրա մասին խոսում։ Պարոն Չալաբյան, ես առանձին մենք կանդրադառնանք հիմա վերահաշվարկին, վիճարկման ընտրությունների, բայց մինչ այդ շատ քննարկվեց նաև հենց այդ գիշեր Նիկոլ Փաշինյանի հայտնի ճեպազրույցը, որը նա կազմակերպել է ժամը 2-ին, երբ մենք տեսնում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովը 400-ից մի փոքր ավելի հանձնաժողովի տվյալներ էր ամփոփել, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հաղթել է եւ միանձնյա ձևավորում է կառավարություն, մենք արդեն տեսանք, որ օրինակ Վրաստանից նա ուներ շնորհավորանքներ եւ նախկին նախագահից եւ ներկայի վարչապետի կողմից, սա դուք դիտարկում եք որպես ճնշում կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա։ Այո, միաժաք, իհարկե ճնշում է, որովհետև կներեք, այդպիսի հայտարարություններ անում ես, երբ որ ընտրության արդյունքների գոնե նախնական արդյունքները արդեն հայտարարված են։ Դե նա ասում է, ես ունեմ արդյունքները։ Այսինքն նա ունի վստահված անձիկ, ունի հանձնաժողովի անդամներ, որոնք բնականաբար հենց այդ պահին չսպասելով ԿՀ-ին ուղարկում են նրան տվյալները։ Ես մի բան ասեմ, սուտ է։ Գիտեք ինչ է սուտ։ Ինչու։ Որովհետև երբ որ հաշվարկ է տեղի ունենում,
Այդ հաշվարկում ինքն էլ այո վստահված անձինք ունի, ուրիշն էլ հարավը վստահված անձինք ունենա, ուրիշ ուժերն էլ ներալ, ինչպես ես արդեն ասացի, մենք էլ ենք շատ տեղերում ներկա։ Եթե հաշվարկը դեռ չի վերջացել, լավ ես կարող եմ հասկանալ հաշվարկը վերջացել է, տվյալներ ունեք, բայց եթե հաշվարկը նույնիսկ տեղամասերում չի վերջացել, որտեղից է այդ տվյալները։ Տեղամասերում չի վերջացել։ Հա, այդ պահի դրությամբ քանի տեղամասում էր մոտավորապես կարող ենք ասել։ Որ ժամիներ մի հատ հիշեցրեք։ Երկուսին նրա ճեպազրույցներ։ Այսինքն ԿՀ-ն այո կարող էր տեխնիկապես չմուտքագրել դեռ, բայց իմ կարծիքով 50%-ը դեռ նույնիսկ ավարտված չէր այդ բանը։ Ճշգրիտ թիվ չեմ ասում ձեզ, բայց մենք էլ էինք նայում, որովհետև մենք էլ ունենք այդ մոնիտորները, եւ մեր վստահված անձիկ on-line ռեժիմով արձանագրությունները ստանում են, արդյունքները մուտք էին անում։ Այդ պահի դրությամբ, եթե չեմ սխալվում, մոտավորապես 50%-ից մենք ունենք տվյալներ, բնականաբար 100%-ից չունենք։ Հաստատ չունենք։ Լավ, դրա նպատակը ո՞րն էր, այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովը լսելով Նիկոլ Փաշինյանին, որ ասում է ես հաղթած եմ, դրանից հետո պետք է լրիվ այլ թվեր արձանագրել։ Չէ, գիտեք, չէ, ես չեմ կարծում, որ խնդիրը դրանում է եւ դա հնարավոր չի տեխնիկապես, որովհետեւ ի վերջո այդ արձանագրությունը, տեսեք, էլի, որպեսզի մեր հանդիսատեսը հասկանա ընտրական գործընթացը ինչպես է տեղ ունենում։ Տեղամասային հանձնաժողովը, երբ որ արձանագրությունը կազմում է, այդ արձանագրությունը նա տրամադրում է ներկա բոլոր դիտորդներին եւ վստահված անձանց։ Եվ դա հնարավոր չի կեղծել դրանից հետո, ինքը կա արդեն։ Կարելի է դրա տվյալները օրինակ Excel-ում սխալ մուտք անել, իմիջիայլոց այնպես դեպքերի մենք ականատես եղանք, որի պատճառով օրինակ բայկայի ձայները պակասել էին։ Շատ դրամատիկ իրավիճակ էր։ Ոչ միայն ԲՀԿ-ի արդեն բացվեց։ Չէ, դա տեխնիկական խոտան էր, իհարկե կարող էր նաեւ միտումով էլ արված լինել, ես չգիտեմ իրականում որն է, բայց ասեմ հետեւյալը, երբ որ արդեն արձանագրությունները կան եւ վստահված անձը արձանագրությունը վերցրել է եւ մուտք արել իր ուժի կողմից կառավարվող էլեկտրոնային համակարգը, այդ կեղծումները, ասենք մի քանի օրվա կյանք ունեն, որովհետեւ բոլոր դեպքերում վերջում թվերը իրար հետ համեմատվում են, ամեն արձանագրությունը համեմատվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում եղած թվերի հետ, ճշտումներ են արվում եւ այլն։ Դա որպես այդպեսի խնդիր չի։ Փաշինյանի այդ հայտարարությունը ըստ էության ուրիշ նպատակ ուներ, հոգեբանական ճնշում գործադրել անդիմախոսների վրա, հոգեբանական ճնշում գործադրել ժողովրդի վրա, հոգեբանական ճնշում գործադրել հանձնաժողովների վրա եւ այլն։ Նպատակը ո՞րն էր։ Այսինքն ժողովուրդը միևնույն է լույսը բացվելու էր եւ իմանալու էր, չէ՞, ինչ արդյունք։ Ես հիշեցնեմ հետեւյալը, հա, բայց գիտեք ոնց է տենց ով որ առաջինը ոնց որ զավթում է օրակարգը, նա ինչ որ իմաստով առավելություն է ստանում։ Դե թող նույն ընդդիմությունը աներ։ Այդ ուրիշ բան, իհարկե պետք է անեին։ Ինչ պետք է անեին այդ գիշեր։ Ընդդիմությունը պետք է ասեր, որ Փաշինյանը պարտվել է, որովհետեւ Փաշինյանը պարտվել է։ Ինչու չարեցին։ Այդ արդեն Հիմա դուք օրինակ ուժեղ Հայաստանին կարելի ասել ավելի մոտ եք կանգնած, աջակցել եք ընտրությունների արդյունքում։ Դուք չեք կարող մեզ ասել ինչու չարեցին։ Ինչու ասացին մենք Սամվել Կարապետյանը հրավիրեց նույնպես ասուլիս եւ ասաց, որ մենք դեռ սպասում ենք վերջնա հաշվարկին։ Ես անկեղծ ասեմ, որ ավելի նպատակահարմար կլիներ, որպեսզի ընդդիմադիր թևերը այո, իսկապես ավելի կոշտ ոնց որ հանրային հաղորդակցություն իրականացնեն եւ մասնավորապես մարդկանց բացատրեն հետեւելը Փաշինյանը պարտվել է, նա չի հաղթել այս ընտրությունները։ Այդքան հսկայական ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործմամբ, այդ քանակությամբ ընտրակեղծիքներով, ընտրախախտումներով, ձերբակալություններով, ճնշումներով եւ այլն, այդ ամեն ինչով հանդերձ նա չի կարողացել ստանալ ընտրողների ձայների 50%-ը եւ դա փաստ է, արդեն արձանագրված փաստ է։ Դուք հասկանում եք Փաշինյանը ամբողջ այս ընթացքում իր կառավարման 8 տարիների ընթացքում նա անընդհատ փորձել է ներկայանալ որպես ժողովրդի մեծամասնության ներկայացուցիչ։ Նա կորցրեց այլևս դա, հասկանում եք, այդ նիմբը գլխից գնաց, այդ թագը ինքն էլ այլևս չունի։ Նա ժողովրդի մեծամասնության ներկայացուցիչը այլևս չի։ Նա ունենալու է ազգային ժողովում 50%-ից ավել մանդատ, բայց հոգեբանական լեգիտիմության տեսանկյունից դա կորցրել է։ Լավ, բան չարեմ, բայց սա մենք կարող ենք համարել ընդդիմության հաղթանակ։ Օրինակ հիմա ընդդիմությունն էլ ասում է, վերջապես Նիկոլ Փաշինյանը ունի սահմանադրական մեծամասնություն։ Շատ լավ, բայց սա էր արդյոք ընդդիմության նպատակը։ Տեսեք, մի բան ձեզ ասում եմ, նայեք, ֆուտբոլի խաղի մեջ, ինչպես նաև բազմաթիվ մրցակցային սպորտերում, հա, կա հաղթանակ, կա պարտություն, բայց կա նաև ոչ ոքի։ Հիմա սա ոչ ոքին է։ Կարելի է ասել, որ սա ինչ որ իմաստով ոչ ոքի է եւ դրա պատճառով նաեւ ժամանակավոր բնույթ է կրում, որովհետեւ ի վերջո մեկը պետք է հաղթի։ Սա ոչ ոքի է այն իմաստով, որ Փաշինյանը ընդդիմությունը չի հաղթել, ես չեմ ուզում այդ կարգի պնդում անեմ, բայց չի հաղթել նաեւ Փաշինյանը եւ բացատրեմ ինչու։ Ես արդեն ասացի ինչու չի հաղթել Փաշինյանը, որովհետեւ ունենալով իշխանություն, ունենալով ադմինիստրատիվ ռեսուրսներ, ունենալով բյուջե, ընտրակաշառքներ բաժանելու անսահմանափակ հնարավորություն, թոշակներ, հա, բարձրացում, թոշակների բարձրացում, բազմաթիվ ապօրինի գույքի օրինականացում, որը նրան արել են օրինակ Երևանում, Փաշինյանը, որը 10 տարի առաջ 11 տարի առաջ 12 տարի առաջ 13 տարի առաջ 14 տարի առաջ 15 տարի առաջ 16 տարի առաջ 17 տարի առաջ 18 տարի առաջ 19 տարի առաջ 20 տարի առաջ 21 տարի առաջ 22 տարի առաջ 23 տարի առաջ 24 տարի առաջ 25 տարի առաջ 26 տարի առաջ 27 տարի առաջ 28 տարի առաջ 29 տարի առաջ 30 տարի առաջ 31 տարի առաջ 32 տարի առաջ 33 տարի առաջ 34 տարի առաջ 35 տարի առաջ 36 տարի առաջ 37 տարի առաջ 38 տարի առաջ 39 տարի առաջ 40 տարի առաջ 41 տարի առաջ 42 տարի առաջ 43 տարի առաջ 44 տարի առաջ 45 տարի առաջ 46 տարի առաջ 47 տարի առաջ 48 տարի առաջ 49 տարի առաջ 50 տարի առաջ 51 տարի առաջ 52 տարի առաջ 53 տարի առաջ 54 տարի առաջ 55 տարի առաջ 56 տարի առաջ 57 տարի առաջ 58 տարի
այդ վարորդների վարորդական իրավունքների վերականգնում բոլորից աչքի առաջարվել, դա ընտրակաշարք հաստատություն, հա, օրինականացված ընտրակաշարքներ։ Այդքան ընտրակաշարքներով բաներով հանդերձ չի կարողացել գոնե 50% հավաքել, հա։ Ռուստի Փաշինյանը չի հաղթել։ Ընդդիմությունը եւս չի հաղթել որպես այդպեսին, բայց եկեք արձանագրենք հետեւելը։ Նախորդ ընտրություններին 21 թվականին ընդդիմությունը ազգային ժողով անցավ երկու ուժերով, հիշում եք։ Հայաստան դաշինքը եւ Պատիվ ունեմ դաշինքը։ Նրանք միասին հավաքել էին 330,000 ձայն։ Դա էլ եք հիշում։ Հիմա ընդդիմությունը ազգային ժողով անցնում է արդեն 3 ուժերով։ Միասին նրանք հավաքում են, այսպես ճշգրիտ թիվը կասեմ, մոտավորապես 540,000 ձայն։ Այսինքն ընդդիմության ձայները աճել են 330-ից 540,000-ի։ Առնվազն 200,000 ձայնով ընդդիմության ձայները աճել են։ Դա լուրջ արդյունք է, ընդ որում դա որը տեղի ունեցել։ Հոգեբանական եւ ֆիզիկական տերորի պայմաններում մի մոռացեք, դա կարեւոր է, շատ մարդիկ, որոնք այս ամբողջ գործընթացին չեն մասնակցել, տունը նստած են եղել, ոչ թե հիմա անդիմադիր բազմաթիվ ակտիվիստներ բանտերում են։ Մեղադրում են ընդդիմությանը։ Շատ լավ, բայց արդյոք այս ընտրությունները պարզապես դրական դինամիկա արձանագրելու մասին էր, որովհետև դուք խոսում եք հոգեբանական ճնշումների մասին, ես էլ կարող եմ ասել, որ ընդդիմությունը, օրինակ նույն ուժեղ Հայաստանը հասարակության մոտ հոգեպես ձևավորել էր սպասելիքներ հաղթանակի, այսինքն թեզերը այն չէին, որ մենք կգնանք Նիկոլ Փաշինյանին կզրկենք սահմանադրական մեծամասնությունից, որ մենք դրական դինամիկա կարձանագրենք, թեզը այն էր, որ հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը եւ վերջ։ Հիմա նայեք, տեսեք, ճիշտ եք ասում։ Այս դեպքում ընտրողը ասում է, ինչ չի բավարարում ձեր ավել 200,000 ձայնը։ Ներողություն, ճիշտ եք ասում, բայց եկեք հաշվի առնենք հետեւելը։ Եվ ես նորից անդրադառնամ սպորտի անալոգիային։ Սպորտի անալոգիան, օրինակ բռնցքամարտում, հա։ Երբ որ երկու բռնցքամարտիկ մտնում են պրոֆեսիոնալ ռինգ, երկուսն էլ հայտարարում են, որ իրանք ոչ միայն հաղթելու են, այլ իրանք հաղթելու են դիմացինին նոկաուտով։ Հա, բացարձակ առավելությամբ, բայց բնականաբար հնարավոր չի, որ երկուսն էլ հաղթեն։ Եվ սա ի վերջո քաղաքականություն է։ Այո, ուժեղ Հայաստանը եւ ոչ միայն ուժեղ Հայաստանը այդպիսի ակնկալիք էր ձևավորել։ Բայց կներեք, այդպիսի ակնկալիքի արդարացումը կախված է ոչ թե ուժեղ Հայաստանից, կախված է նաեւ ընտրողից։ Կախված է նաեւ այն ընտրողից, որ վախեցած գնացել Փաշինյանը անդրել։ Հիմա կներեք, էլի, իսկ Փաշինյանը այդպիսի ակնկալիք չէր ձևավորել, Փաշինյանը ակնկալիք էր ձևավորել, որ ինքը սահմանադրական մեծամասնություն է ստանալու։ Ավելին, Փաշինյանը ասել էր, որ եթե ինքը սահմանադրական մեծամասնություն չստանա, սեպտեմբերին պատերազմ է սկսելու։ Սահմանադրական մեծամասնություն չստացավ։ Հիմա ուզում եմ ասեմ, որ այն ինչ որ ստացվել է, ոչ Փաշինյանի ակնկալիքն է իրականացել, ոչ էլ ընդդիմության, դրա համար ասում եմ, որ սա ոչ ոքի է, բայց այս ոչ ոքին երկար չի մնալու։ Երկար չի մնալ, մենք մտնում ենք իրականում շատ խորը ճգնաժամի փուլ գնա, ես ճիշտ եմ հասկանում, նաև դատելով ձեր այս հայտարարության ամփոփումից, ես հասկացա, որ ձեր տեսակետն է, որ ընդդիմությունը վերցնի մանդատները, բառացի դուք դա չեք ասել, հա, սա իմ եզրահանգումն է։ Վերցնի մանդատները, որովհետև խորհրդարանում կարող եք ասեցնել մի շարք պրոցեսներ, խաղաղության պայմանագրի սահմանության փոփոխություն եւ այլն, եւ ժամանակի ընթացքում հաղթի իշխանությունը։ Ես ճիշտ եմ հասկանում։ Չէ, ճիշտ չեք հասկանում, որտեղից եք դա վերցրել։ Մենք ուրիշ բան ենք։ Դուք գրել եք, որ ժամանակի ընթացքում կկարողանա հասնել հաղթանակի։ Հիմա եկեք մի հատ տրամաբանորեն հասկանանք, որտեղ կա մի քանի ռազմավարություն։ Նախ մենք գրել ենք հետեւյալը, որ ընդդիմությունը պետք է վիճարկի այս ընտրությունները։ Սահմանադրական դատան փորձի չեղարկել դրանք։ Շատ լավ։ Դուք ասում եք չեղարկվեն ընտրությունները։ Դուք հավատում եք, որ այս սահմանադրական դատանը ընտրությունները համարելու է արդյունքները կեղծված եւ չեղարկելու է։ Նորից ձեզ բացատրեմ։ Ուրեմն տեսեք, մենք դες չենք համարում, բայց մենք համարում ենք հետեւյալը, որ եթե անդիմադիր հիմնական ուժերը մտնեն սահմանադրական դատարան եւ հիմնավոր փաստարկներ ներկայացնեն, դրանք կկաշկանդի սահմանադրական դատարանը եւ սահմանադրական դատարանը ի վերջո նաեւ հասկանում է, որ Հայաստանում իրավիճակը փոխվել։ Փաշինյանը այլևս դոմինանտ չի, օրինակ Փաշինյանը այլևս չի կարող սահմանադրական դատարանի անդամներ նշանակել։ Այն ինչ որ նշանակել ավարտել է։ Այն ինչ որ հա, բայց դրանց ժամկետները լրանալու են։ Ժամկետները լրանալու են։ Քանի տարուց նոր են նշանակվել։ Չէ, նոր չեն նշանակվել, ոմանք բավական շուտ են նշանակվել։ Հիմա իրավիճակը այն է, որ այդ մարդիկ արդեն հասկանում են, որ իրողությունն է փոխվել։ Եվ իրանք ինչ որ իմաստով դառնալու են ավելի ճկուն։ Բայց բացի դրանից, ով ասում, որ սահմանադրական դատան ուղակի ներկայացնես փաստաթղթերը եւ տունը նստես սպասես, թե սահմանադրական դատան ինչ է։ Լավ, ինչ անել այդ ընթացքում։ Ոչ ոք։ Չի արգելում այդ նույն ժամանակ, օրինակ սահմանադրական դատանի մոտ ենթադրենք հանրավակ չէ կազմակերպել, ոչ ոք չի արգելում։ Եվ այդ եւը հետո կերևա, եթե 21 թվականի նույն սցենարներ։ Ես շատ լավ հիշում եմ ինքս լուսաբանում եմ հանրահավաքը կար դրսում, ներսում սահմանադրական դատանի նիստներ։ Անահիտ ջան, ես ձեզ առաջարկում եմ եւին դուք պատասխանեք, որովհետեւ շատ հաճախ երբ որ դուք եթերում
այդ ձևի հարցեր եք տալի, արդյունքը ստացվում է, որ օրինակ Միքայել Սրբազանը նստած է հիմա բանում, տնային կալանքում ինչ էլ բանտում էր, որովհետև դուք ուզում եք ոնց որ ընդդիմադիր գործիչները եթերում բռնության կոչ անեն, ինչա ձեր ուզած, ես լավ չեմ ասում։ Բացարձակ։ Ես ուզում եմ, որ դուք լուծում առաջարկեք այն մարդկանց, ովքեր քվեարկել են դիմության օգտին։ Լուծումը դա է, պետք է մտնել սահմանադրական դատարան եւ շատ մեծ հանրային ճնշում գործադրել սահմանադրական դատարանի վրա, որպես քայլ առաջին։ Հիմա դա կարող է աշխատի, կարող է չաշխատի։ Եթե չի աշխատում։ Թեև պարոն Չարաբյան, երևի ճիշտ եք, հիմա դուք ասում եք ճնշում, սա իրավապահները կարող են որակել որպես իշխանությունը զավթելու կոչ։ Հանրային ճնշում։ Չէ, նկատեմ իրենց մեկնաբանման տեսանկյունից, իրենք ցանկացած այս խոսք կարող են որակել։ Բա տեսնում եք, հիմա նպատակեն չի, որ սաղանդիմադիրները բանտերում նստած լինեն։ Այո։ Հիմա սահմանադրական դատարանը կարող է դա ընդունի, կարող է չընդունի, ենթադրենք։ Այդտեղ գալիս է արդեն մանդատներ վերցնելու եւ չվերցնելու հարց։ Արդեն դրանից հետո, որովհետեւ որպես առաջի քայլ պետք է փորձել այս ընտրությունները չեղարկել, գնալ մաքուր օրինական ընտրություններ անել։ Իմիջած, եթե սահմանադրական դատարանը այդ կարգի աննախադեպ որոշում ընդունի, որովհետեւ մեր պատմության մեջ երբևիցե ընտրություն չի չեղարկվել։ Հանգարց այնպես որոշում ընդունես, համոզված եմ, որ հաջորդ ընտրությունը շատ ավելի նորմալ տեղի կունենա։ Լավ, բայց դրա հավանականությունը շատ ցածր է, անցնենք հաջորդին, մանդատներ վերցնել չվերցնելու հարցը։ Այստեղ տեսեք, ես ես անկեղծ ասեմ, որ միարժեք մոտեցում չկա այս հարցին, բացատրեմ ինչու, որովհետև եթե դուք մանդատները վերցնում եք, դուք ինչ-որ իմաստով ավելի մեծ ճնշման հնարավորություններ եք ունենում իշխանության վրա, որովհետև ազգային ժողովում գտնվելով մասնակցում եք քննարկմանը, այդ ամբողջը ձերն է, ի տարբերություն նախորդ ազգային ժողովի, որտեղ ընդդիմությունը ոչ մի բան չէր կարող անել, քանի որ սահմանադրական փոքրամասնության մեջ էր։ Այստեղ տենց խնդիր չկա, իշխանությունը ստիպված է շատ բաներ համաձայնեցնել, կոմպրոմիսների գնալ եւ բացի դրանից շատ կարեւոր է, որ իշխանությունը չի կարող օրինակ սահմանադրություն փոխել եւ այլն, այդ պետք է հասկանալ։ Իսկ այս իրավիճակում դա շատ կարեւոր է, որովհետեւ իշխանությունը գործող խոստում է տվել Ալիևին սահմանադրություն փոխելու։ Եվ հիմա ինքը կաշկանդված է այդ խոստումը իրականացնելու հնարավորություն չունի։ Բայց այստեղ կա խնդիր։ Նախ մանդատները վերցնելով պետք է հասկանալ, որ այո, փաստացի ընդդիմությունը լեգիտիմացնում է այս ընտրությունները, փաստացի, որը մեկ վատ բան է։ Բայց կա նաև երկրորդ կողմը, որի մասին պետք է հիշենք։ Ընդդիմության այդ խմբակցությունները, 3 խմբակցություններ, բոլոր դեպքերում կենթանի մարդիկ են, խոսքը գնում է 44 կոնկրետ անձի մասին։ Եվ այդ անձանցից յուրաքանչյուրը այդ դեպքում դառնում է ճնշման թիրախ իշխանությունների կողմից։ Ինչպես եղել է այս ազգային ժողովում, որի արդյունքում առաջացան անկախ պատգամներ։ Որի անկախ ճակերտավոր, իրականում պրոիշխանական։ Այո։ Այսինքն դուք նույնպես ռիսկը տեսնում եք, որ օրինակ 2 հոգու ձայն իրենք կարողանան գողանալ, այսպես ասած, կարողանան ցանկացած։ Այո, կարող են։ Այդ ռիսկը գոյություն ունի եւ այդ կներեք միամտություն կլինի այդ ռիսկը չընդունել, հա։ Հիմա բայց հակառակ կողմից նայենք։ Իսկ ընդդիմությունը չէր կարող իր ցուցակները այնպես կազմել, որ վստահ բացառեր այդ տարբերակը։ Թե հնարավոր չէ։ Ես ասում հետեւելը, նախկինում ոնց որ տեսել եք հնարավոր չի եղել։ Որովհետեւ երբ որ այդ ցուցակները կազմում են, առաջնորդվում են մի շարք նկատառումներ, օրինակ տվյալ անձը ինչ քանակությամբ ընտրողներ կարող է մոբիլիզացնել, տվյալ անձը ինչ հանրային ազդեցություն ունի եւ այլն։ Սա լուրջ խնդիր է, իմիջած մարդիկ մի քիչ թեթևամտորեն են սրան վերաբերվում։ Բայց սա մենք նախկինում եւ ազգային ժողովում ենք այդ խնդիր ունեցել։ Եվ օրինակ ավականիներում ենք այդ խնդիր ունեցել։ Մենք ունեցել ենք իրավիճակներ, երբ որ օրինակ Ալավերդիում կամ Ախուրյանում անդիմությունը հաղթել է համայնքային ընտրությունները, իսկ հետո քաղաքացիական պայմանագիրը կարողացել է 1 կամ 2 անձի վրա ճնշումների միջոցով այդ մարդկանց շեղել իր կողմը եւ իշխանափոխության հասնել այդ համայնքներում։ Դա ես անկեղծ ասեմ, դա մեր ամբողջ սահմանադրության խորագույն դեֆեկտներից մեկն է, խորագույն, որովհետեւ մեր մոտ չկա իմպերատիվ մանդատ։ Դու գիտեք ինչ է իմպերատիվ մանդատը։ Իմպերատիվ մանդատը հետեւյալն է, եթե եւ մեր լսողներն են բացատրում, եթե դու ընտրվել ես կոնկրետ ուժի ցուցակով, եթե դու չես կարող անկախ պատգամավոր, այո, դու չես կարող այդ ուժը լքես։ Մեր սահմանադրության մեջ գրած որ պատգամավորի մանդատը իմպերատիվ չի։ Դրա համար ինքը ընտրվում է կոնկրետ ուժի ցուցակով, բայց հետո որոշվում է։ Պարոն Չալեբյան, սա հասկացանք։ Հիմա այս ռիսկը հաշվի առնելով նաև տեսեք այսօր Նարեկ Կարապետյանի տեսաուղերձից ես դարձյալ այսպես բառացինա չի ասել, հասկացա, որ նա ակնարկում էր իմպիչմենթի հնարավորության մասին, որովհետև ասում են նախկինում եթե դուրսը մենք գեներացնում ենք շարժում,
ցույց, հանրահավաք, հետո դրա վերջնական իրականացումը տեղի ունենում խորհրդարանում, որտեղ մեզ պետք է մեծամասնություն եւ ասում են նախկինում եթե մեզ իշխանական ավելի շատ падգամավորների ձայներ էին պետք, ապա հիմա մոտ 8 падգամավորի ձայն է։ Իրականում այո, 9 էր իրականում, ճիշտ եք ասում։ Պետք է 9 падգամավորի ձայն։ Հիմա վստահ կարող ենք ասել, որ նա խոսում է իմպիչմենթի մասին։ Մենք 5 տարի լսել ենք դրա մասին եւ ես երեք էլ եթերում ասացի, մենք չտեսանք գեթ 1 падգամավոր իշխանական, որին կկարողանար ընդդիմությունը երաշխավորված ասել այս падգամավորը միանալու էր։ Հիմա էլ պետք է նստենք, սպասենք, ասենք, լավ 8 падգամավոր ավելի փոքր թիվ է, հավանականությունը բարձր է։ Ես ասում, նախ իշխանության թիմից այնուամենայնիվ որոշակի падգամավորներ եւս փոքվեցին։ Աղազարյանը եւ Ասլանյանը, եկեք չմոռանանք, հա։ Եւ իմպիչմենտի դեպ կարող էին մասնակցել, եթե այդ թեման հասունանար։ Բայց նրանք նաեւ ինքնակամ չփոքվեցին, հիշենք նրանց իրենց խմբակցությունը։ Իմպիչմենտի տեսանկյունից էական չէ։ Կարևորը падգամավորները միանան իմպիչմենտին։ Հիմա տեսեք, ես չեմ կարծում, որ շատ մեծ տարբերություն կա падգամավորների թվի մեջ։ 9 падգամավորա, թե 18 ինչպես նախկինում էր, բայց չթեև կա որոշակի տարբերություն, խնդիրը մի քիչ ուրիշ է։ Խնդիրը նրանում է, որ հիմա այն քաղաքական ճգնաժամը, որ առաջանալու է, որ նախկինում չկար, այս քաղաքական ճգնաժամում իմպիչմենտի հավանականությունն է մեծանում։ Այս քաղաքական ճգնաժամում, որը հիմա առաջանալու է, երբ որ Փաշինյանը այլևս չունի լեգիտիմություն, չունի սահմանադրական մեծամասնություն, ունի Ալիևին տված բազմաթիվ խոստումներ, որոնց տակից ինքը չի կարող դուրս գալ, հավանականությունը, որ ԿՊ-ից ինչ-որ падգամավորներ դուրս կգան կմիանան ընդդիմությանը, մեծացել է։ Թվի մեջ չի հարցը, իրավիճակի մեջ է հարցը, հասկանում եք, Պարոն Չալաբյան, բայց նաև այդ падգամավորները նոր ստանում են մանդատ, նորից ինչպես իրենք էին ասում, տվեք մեզ մանդատ եւ դժվար 5 տարի հեռանկարով լինել падգամավոր իշխանական, օգտվել մի շարք լծակներից, իրենք կթողնեն իրենց մանդատը եւ կմիանան ընդդիմությանը։ Մի բան ես ասում, իրավիճակները Այն ժամանակ ընտրությունը ավելի մոտ էր, այսինքն իրենց իշխանությունը ավելի շուտ էր հասնելու իր եզրափակմանը։ Հիմա 5 տարի հեռանկարում ուներ լինել իշխանություն։ 5 տարին մեղրու կարակի տարիներ չեն։ Քաղաքական ճգնաժամը, որ մենք հիմա ունենք, եւ այն սահմանափակումները, որը արդեն այս ընտրությունների արդյունքում ստացել է Փաշինյանը, բերելու են շատ լուրջ խնդիրների։ Հասկացեք, ի վերջո շատ կարևոր բան։ Փաշինյանի լեգիտիմությունը, որ նախկինում գոյություն ուներ, այլևս չկա։ Դա շատ կարևոր է։ Նա կարողանում էր վերահսկել նաև իր սեփական խմբակցությունը, որովհետև ի վերջո ստացել էր ընտրողների 54%-ի ձայնը, բացարձակ լեգիտիմություն ուներ։ Չունի հիմա ինք այդ լեգիտիմությունը։ Այդ առնետավազքի հավանականությունն է մեծացել։ Անկախ նրանից, ի վերջո որ անցնում են այսքան էլի падգամավոր են մնում, էլի փող են ստանում։ Լավ, իսկ ինչ կարող ենք ասել օրինակ այն ընտրողներին, որ դուք վստահ եմ տեսել եք, հստակ կա այսպես հանրային պահանջ, շատերը արտահայտում են իրենց կարծիքները, նաև կան հասարակական գործիչներ, որոնք ասում են մենք ձեզ ձայն ենք տվել, որ դուք իշխանություն վերցեք։ Մենք չենք տվել, որ դուք գնաք ընդդիմություն, փորձեք մի քանի տարվա ընթացքում նորից իմպիչմենտ անել։ Ես հարցին պատասխանեցի, հասկանում եք։ Չէ, նկատի ունեմ հենց այդ հատվածի պահանջը, որը հստակ ձևակերպած, ասում են մի վերցրեք մանդատները։ Չէ, բայց ես չեմ ասում, որ մանդատները պարտադիր պետքա վերցնել։ Եկեք մի հատ ճշգրիտ հասկանանք, էլի ես ասում եմ, որ եւ մանդատներ վերցնելու տարբերակգոյություն ունի այս բան, եւ չվերցնելու տարբերակգոյություն ունի։ Դրանցից յուրաքանչյուրը ունի իր թերը եւ դեմ կողմերը։ Օրինակ, եթե դուք մանդատները չեք վերցնում, իմպիչմենտի հնարավորությունից զրկվում եք։ Այդ պետքա հասկանաք։ Այդ տարբերակից զրկվում եք։ Եթե վերցնում եք, ընդհակառակը դառնում եք խոցելի։ Ոնց որ ես արդեն ասացի, ուզում եմ ասեմ, որ այդ երկու տարբերակները շատ բարդ է իսկապես իրար հետ գնահատել եւ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական իմիջիացիա պետք է հասկանալ, խր մի քաղաքական ուժ չի։ 3 տարբեր քաղաքական ուժեր են ընդդիմադիր պլատֆորմով հանդես եկած։ Որոնք կարծես հիմա խորհրդակցությունների մեջ են։ Եվ որոնք, եթե մանդատներից հրաժարվում են, պետք է բոլորով միասին հրաժարվեն, որովհետև այլապես դա անիմաստ է։ Եվ վերցնելիս էլ։ Վերցնելիս էլ պետք է միասին վերցնեն։ Հրաժարվելիս էլ միասին պետք է։ Ամփոփելով եթերաժամանակը սպառել ենք, շատ կարճ նաև անդրադառնանք ԲՀԿ-ին։ Տեսեք, Նարեկ Կարապետյանի խոսքից ճիշտ եմ հասկանում, որ ուժեղ Հայաստանը սպասում է տեսնի, եթե ԲՀԿ-ն 4%-ը հաղթարում է, այդ դեպքում գտնում է, որ ճիշտ տարբերակը մանդատ վերցնել է։ Ես ընդհանրական հարցը տամ, դուք ամփոփ պատասխանեք։ Այդպես չհասկացա։ Ես այդպես չհասկացա։ Մենք փաստորեն այսօր ամեն ինչը տարբեր ենք հասկացել։ Նա ասաց կախված է ԲՀԿ-ն կհաղթարի 4%-ը թե ոչ։ Ներողություն, ես այդպես չհասկացա։ Ես կարծում եմ, որ այդ խնդիրները տարբեր հարթությունների մեջ են։ Նախ ԲՀԿ-ն կհաղթարի 4%-ը։ Կարծում եմ, հա, որովհետեւ վերահաշվարկները կբերեն նա, որ ԲՀԿ-ի ձայները, դուք հիշում եք, այնտեղ տարբերությունը ընդամենը 47 ձայն է։ Այո։ 47 ձայն է,
եւ այս վերահաշվարկները եւ այլն կբերեն նրան, որ թիվը կաճի եւ ճշգրտումները, բաները հաստատ դրան են բերելու, ԲՀԿ-ն կհաղթարի։ Ես ուրիշ հարց եմ ասում, նույնիսկ եթե ԲՀԿ-ն հաղթահարում է, մանդատներ վերցնելու կամ չվերցնելու հարցը գտնվում է ուրիշ հարթության մեջ։ Մանդատները դուք չեք վերցնում, եթե համարում եք, որ այս ընտրությունները լեգիտիմ չեն, եւ դուք չեք ուզում այս ընտրությունները լեգիտիմացնեք։ Եթե դուք ասում եք ընտրությունները լեգիտիմ չեն, բայց մենք կգնանք խորհրդարան, որպեսզի հասնենք իմպիչմենտի, այդ դեպքում դուք մանդատները վերցնում եք։ Դա ԲՀԿ-ի ձայների հետ կապ չունի։ Ինչու էր Նարեկ Կարապետյանը այսօր դա կապում ԲՀԿ-ի հետ, ասում էր սպասենք, տեսնենք 4%-ը հավաքում է թե չէ, որպեսզի Փաշինյանը չունենա սահմանադրական մեծամասնություն։ Որովհետև ԲՀԿ-ն եթե իր մանդատները ստանում է, Փաշինյանը չունենա սահմանադրական մեծամասնություն, իսկ եթե ԲՀԿ-ն մանդատները չի ստանում, Փաշինյանը կստանա սահմանադրական մեծամասնություն։ Այդ դեպքում հիմա չի ստացվում, որ նաև դրանից է կախված ամենության որոշումը։ Տեսեք, բացատրեմ ձեզ։ Կներեք, էլի եթերաժամանակը սպառում է, բայց պետք է ճշգրիտ ասեմ ձեզ։ Եթե ԲՀԿ-ն չի անցնում, ապա մանդատները հաստատ պետք չի վերցնել։ Հաստատ պետք չի վերցնել։ Եթե ԲՀԿ-ն անցնում է, այդ դեպքում պետք է մտածել։ Այն դեպքում հաստատ պետք չի վերցնել։ Իսկ եթե անցնում է, պետք է մտածել։ Շատ լավ հասկանալի է, ընդդիմադիր ուժերը հայտարարում են սահմանադրական դատարան դիմելու մասին, ուժեղ Հայաստանը նույնպես դիմելու է սահմանադրական դատարան։ Չեմ կարող իրենց փոխարեն պատասխանել։ Հիշեք, որ մենք իրենց աջակցող ուժ ենք եւ համեստաբար եւ խոնարհաբար մեր առաքելությունն ենք իրականացնում, իմիջիայլոց լավ էլ աջակցել ենք բոլոր հնարավոր խելամիտ հարցերում, հա, բայց չեն կարող իրենց փոխարեն որոշում ընդունել։ Իսկ խորհուրդ կարող եք տալ, պետք է դիմեն։ Խորհուրդ տվել ենք արդեն։ Որ բոլորը պետք է դիմեն։ Չեք կարդացել մեր հայտարարությունը, եկեք խորհուրդ տվել ենք։ Այսօր վստահ կարդացել էի, շատ մեջբերումներ արեց։ Չէ, խորհուրդ տվել ենք, իհարկե, ոչ մի խորհուրդ տվել ենք։ Նկատի ունեմ դա նաև վերաբերում է ուժեղ Հայաստանի, որ պետք է ոչ մի խորհուրդ ենք տվել, պահանջել ենք իրանցից, ասել ենք ձեր որպես ձեզ աջակցող ուժ, պահանջում ենք, որ դուք դիմեք։ Պատասխան ստացել եք։ Դեռևս ոչ։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի Հայ FM միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի հետ, կհանդիպենք վաղ նույն ժամին, լավ եղեք։